Անչափահասների մասնակցությամբ թմրանյութերի տարածումը պարզապես հանցագործություն չէ, դա գիտակցված հարված է հասարակության ամենախոցելի շերտին։ Երբ մեծահասակները կամ հանցավոր խմբերը իրենց շահի համար օգտագործում են երեխաներին, նրանք ոչ միայն խախտում են օրենքը, այլ խլում են ապագան փոխարինելով այն կախվածությամբ, վախով և կործանված ճակատագրերով։ Սա բիզնես չէ, սա երեխաների կյանքի շահագործում է։ Ամեն մի ներքաշված անչափահաս նշանակում է մեկ կոտրված ընտանիք, մեկ վտանգված առողջություն, մեկ նվազած հնարավորություն նորմալ կյանքի համար։ Այս շղթայում անմեղ դեր գոյություն չունի, ով ներգրավում է երեխայի արդեն իսկ կատարում է բարոյական ծանրագույն հանցանք։ Հասարակությունը պետք է անզիջում լինի նման երևույթների հանդեպ, լռությունը այստեղ հանցակից է դառնում։ Պետք է բարձրաձայնել, կանխել, պատասխանատվության ենթարկել։ Երեխաները չպետք է լինեն ոչ մեկի շահի գործիքը։ Ապագան կառուցվում է պաշտպանելով անչափահասներին, ոչ թե նրանց վտանգի մատնելով։ Եվ ուրեմն, Լոռու մարզում բացահայտվել է թմրամիջոցների իրացման հերթական դեպքը, այս անգամ ցավոք անչափահասների մասնակցությամբ։ Քրեական ոստիկանությունը պարզել է, որ 17-ամյա պատանիները թմրամիջոցների իրացում են իրականացրել տեղադրման եղանակով։ Դեպքի մանրամասները ներկայացնում են Լոռու մարզային վարչության քրեական ոստիկանները։ Լոռու քրեական ոստիկանությունը բացահայտել է թմրամիջոցների իրացման դեպք անչափահասների մասնակցությամբ։ Վանաձորի և Սարամեջ գյուղի բնակիչ 2 17-ամյա պատանիներ թմրամիջոցներ են իրացրել տեղադրման եղանակով։ Հունվարի 12-ին ժամը 12:25-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվել է։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի 17-ամյա բնակիչը տեղադրելու միջոցով 17-ամյա Սարամեջ գյուղի բնակչի հետ միասին թմրանյութեր են իրացնում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում և ստացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2026 թվականի հունվարի 12-ին Վանաձոր քաղաքի 17-ամյա բնակիչը հայտնաբերվեց Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոտայի 23 հասցեի մոտ և թմրանյութ պահելու, ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվեց և տեղափոխվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչություն։ Ձերբակալվածի անձնական խուզարկությամբ վերջինիս պայուսակից հայտնաբերվեց գաղտնի փականով ծալովի դանակ, 4 փաթեթ, ինքնակպչուն զրապանվերնով փաթաթված, որի մեջ լցված էր մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նույն օրը ժամը 16:55-ին հայտնաբերվել և վարչություն է տեղափոխվել նաև երկրորդ 17-ամյա պատանին։ Հետագա օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թմրամիջոցով փաթեթները նրանց է փոխանցել նույն գյուղի մեկ այլ 17-ամյա պատանի։ Հետագա միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկությունների իրացնելիս պարզվեց, որ 17-ամյա վանաձորցու մոտ հայտնաբերված 4 փաթեթ մարիխուանա տեսակի թմրամիջոցը նրան իրացրել է նույն օրը Վանաձոր քաղաքի Ղարաքեշյանի անվան ուսումնարանի մոտ Սարամեջ գյուղի 17-ամյա բնակիչը։ Նույն օրը նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց Լոռու մարզային վարչություն, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում նա հայտնեց, որ Սարամեջ գյուղի սկզբնամասում Սարամեջ գյուղի բնակիչ մեկ այլ 17-ամյա բնակչի հետ միասին թմրանյութը գտել են Սարամեջ գյուղի սկզբնամասում, որտեղ դեն վերցրել է թմրանյութը, որից 4 փաթեթը իրացրել է 17-ամյա Ա-ին, որոնցից մնացած փաթեթները պահել է իր մոտ։ Նույն օրը ձերբակալվել է դեն, տեղափոխվել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչություն, որտեղ ևս տարված բացատրական աշխատանքների շնորհիվ դեն խոստովանել է իր կողմից կատարված արարքը և հայտնել, որ անհրաժեշտության դեպքում կարող է մատնացույց անել, սակայն չի հիշում
մնացած թմրանյութերի քանակը։ Անչափահասների ցուցմունքներով նրանք թմրամիջոցներով փաթեթները իբր գտել են, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։ Հունվարի 14-ին իրականացված զննության արդյունքում նշված վայրում հայտնաբերվել է մարիխուանայով փաթեթավորված 19 կապոց։ Քրեական վարույթի շրջանակներում դեպքի վայրի զննությամբ Սարամեջ գյուղի սկզբնամասում հայտնաբերվեց թմրանյութով փաթաթված մեկ ընդհանուր փաթեթ, որի մեջ առկային թվով 19 փոքր փաթեթներ լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցով։ Դատարանի որոշմամբ անչափահասներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողություն համակցված բացակայելու արգելքի եւ դաստիարակչական վերահսկողության հետ։ Ոստիկանությունը հիշեցնում է, որ թմրամիջոցների իրացումը, այդ թվում տեղադրման եղանակով համարվում է հանցագործություն եւ ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Միևնույն ժամանակ իրավապահ մարմինները կոչ են անում ծնողներին առավել ուշադիր լինել անչափահասների վարքագծի նկատմամբ, մշտապես զգուշացնել նրանց օրենքի խախտման հետևանքների մասին եւ հեռու պահել հակաօրինական գործողություններից։